Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հարցին ի պատասխան մեկնաբանել է այն ձայնագրությունը, որը ես կրկին տեղադրել եմ եւ որը համացանցում վաղուց տարածված է, որտեղ Ռոբերտ Քոչարյանը խնդրում է, որ իրեն թույլ տան, որ ինքը քաղաքական process-ներից դուրս գա եւ երկրից դուրս գա, ինչ որ մի ձևով աջակցել, որովհետեւ ինքը պատանդի կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Մեկնաբանելիս նա փորձել է, այսպես ասած, իրեն ռետինե խողովակի տեղ դնել, ասելով, որ Պուտինը ուղիղ կապով չի խոսում եւ ասելով, որ ինքը երկրից դուրս գալու խնդիր չունի, ինչպես նաև պնդելով, որ արհեստական բանականությունը այդ ձայնագրությունը այն ժամանակ ասել են։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյան այն ժամանակ, երբ որ այս նյութը տարածվել է, այն ժամանակ արհեստական բանականությունը այդ մակարդակի հասած չի եղել եւ նման բաներ պատրաստելը գրեթե անհնար է եղել։ Երկրորդը, այդ ձայնագրության ժամանակ ձեր սեկտը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու փակված էր։ Եվ երրորդը, ավելի վատ, որ Պուտինը չի խոսում հեռախոսով, ուրեմն դուք այդ խնդրանքը ասում եք ավելի ցածր որևիցե ռուսալեզու պաշտոնյայի։ Ինչ վերաբերում է իմ դաստիարակությանը, զբաղվեք ձեր դաստիարակությամբ։ Այդտեղ դուք լուրջ խնդիրներ ունեք ու շատ վաղուց, ինչպես նաև հայերեն սովորեք վերջապես։ Արագ մի բան ասեմ, իմ եւ падգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխազ Ղազարյանի եւ Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար կփոխվի։ Նախկինում նախատեսված պատիժը մինչեւ 8 տարի ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ։ Նախկինում նախատեսված ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկմամբ։ Հիմա գնացեք մտածեք, արդյոք արժի 100 կամ 200,000 դրամի հեռուստացույցի, շալվարի, քյաբաբի դիմաց գնալ եւ բավականին երկար ժամանակ անցկացնել ուղիղ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն եւ մտնել այս ամենի մեջ եւ նաեւ հարվածի տակ դնել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնուրույն որոշում կայացնելու փաստը։ Իսկ այն մարդկանց, ովքեր որ մինչև այս պահը ներքաշվել են դրա մեջ, ես անկեղծ չեմ նախանձում։ Արագ մի բան ասեմ, այն բանից հետո, երբ հայկական մեդիա դաշտում տարածվեց տեղեկություն առայն, որ հնարավոր է Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի, այն կայքը, պաշտոնական ռուսական կայքը, որտեղ այդ տեղեկությունը զտեղված էր, այդ մասով դարձավ անհասանելի։ Բնական է կան այդ տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, սկրինշոթեր, որոնք որ ես հիմա կցուցադրեմ, բայց Նարեկ Կարապետյանը կարծում եմ պետք է նաև իրավապահներին բացատրություն տա, որովհետև ըստ հայկական օրենսդրության, եթե քաղաքացին հավակնում է Հայաստանի Հանրապետության падգամավոր կամ վարչապետ դառնալ եւ սուտ տեղեկությունները ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի արարք է։ Ուստի Նարեկ Կարենովիչ ինձ որևիցե բան բացատրել պետք չի։ Կխոսեք քննիչի հետ։ Արագ մի բան ասեմ, քիչ առաջ Factor լրատվականը հղում կատարելով The Insider շատ հեղինակավոր միջազգային լրատվականին մի հոդված է հրապարակել, որտեղ փաստաթղթեր կան, որ Սամվել Կարապետյանը, բացի Ռուսաստանի քաղաքացի լինելը, նաև հանդիսանում է, ներկայանում է որպես ռուսական ՖՍԲ-ի աշխատակից։ Հոդվածը շատ հետաքրքիր է, շատ մանրամասներ կան, թե ինչ է կատարվում, ով ինչ հրաման է ստացել, ով իրենից ինչ է ներկայացնում, հղումը տեղադրված է, կարող եք ծանոթանալ, ես կարծում եմ, որ մեր 17 կուսակցությունները, մյուս 17 կուսակցությունները պարտավոր են սրա հետ կապված մեկնաբանություն իրենց դիրքորոշումը ասել, իսկ իմ կարծիքով իրավապահները պետք է նույնպես իրենց գնահատականը տան, թե ոնց է ստացվում, թե որքան իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը եւ քաղաքականության մեջ մտնելը եւ ինչ նպատակներ են հետապնդում այդ գործողությունները։ Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական
պատմությունը այստեղ շատ արագ իր վաղճանը գտավ։